Կառավարիչներ, ովքեր աստող 8 տարիների ընթացքում իրականացրել են և շարունակում են իրականացնել թերքահապատակ քաղաքականություն։ Կառավարիչներ, ովքեր պատասխանատվություն են ստանձնել հայ ժողովրդի և հայ մարդու իրավունքների պաշտպանության համար։ Կառավարիչներ, ում օրոք տարիներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հնչած քարոզչական լոզունգները և նարատիվները ոչ միայն չէին պատասխանվում, այլ տեղափոխվում էին հենց այս շենք և հնչում էին ամենաբարձր մակարդակով։ Կառավարիչներ, ում օրոք հայ ժողովուրդը ունեցել է և շարունակում է ունենալ ամենամեծ կորուստը։ Կառավարիչներ, ում կառավարության 8 տարիների ընթացքում հայ մարդը ամաչում է և շարունակում է ամաչել։ Կառավարիչներ, ում օրոք հարձակման է ենթարկվում հայ արժանապատիվ քաղաքացին, հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Կառավարիչներ, ում օրոք իրեն կարող է հանգիստ զգալ միայն այն մարդը, ով պատրաստ է թուրքերի հետ հաշտ ու համերաշխ ապրել, ով պատրաստ է իր իրավունքները զիջել հանուն մեր թշնամիների իրավունքների։ Աստող 8 տարիների ընթացքում մենք պայքարել ենք և հիմա էլ շարունակում ենք մեր պայքարը այս թերքահապատակ իշխանությունների իրենց վարած քաղաքականության դեմ և հայ ժողովրդի արժանապատիվ իրավունքներից իրակցման համար։ Ամենաբարձր մակարդակով մեր թշնամիների կառավարիչների չնչում են գալիք հունիսի 7-ի ընտրություններին ներկա կառավարիչների մասին պաշտպանող հայտարարություններ։ Ալիևի գրպանի բլոգերները ուղղակի վիդեոների միջոցով հայերեն լեզվով մեր քաղաքացիներին հորդորում են ընտրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Մենք այսօր այստեղ ենք ևս մեկ անգամ ցույց տալու, որ հայ մարդը, հայ երիտասարդը դեմ է այս իրավիճակին։ Հայ մարդը իր արժանապատիվ պայքարը շարունակում է և հայ մարդը իր պայքարը հունիսի 7-ին հասցնելու է հաջողության։ Բայց նաև չենք մոռացել, որ այս օրը նաև մեր տխրահռչակ վարչապետի ծննդյան օրն է և այսօր չէին կարող այստեղ գալ դատարկ ձեռքով։ Մենք այսօր մեր հետ բերել ենք թուրքական ֆեյսեր, որպեսզի փոխանցենք որպես նվեր ներկա կառավարիչներին։ Եվ բեսի խորհրդանիշը հետևյալն է, որպեսզի հունիսի 8-ից հետո նրանք կարողանան այդ գլխարկները պատվով կրել և գնեն իրենց իրական բարեկամների մոտ։ Նրանց իրական բարեկամներն են Ադրբեջանը, Թուրքիան, Էրդողանը և Ալիևը։ Վստահ ենք հունիսի 8-ից հետո նրանց այնտեղ գրկաբաց սպասելու են։ College.
ցանկով Հայաստանի